Եվրամիություն Եվրոպայի խորհրդի եզրակացությունների համաձայն դեռևս 2024 թվականի հունիսի 27-ին է որոշում կայացրել կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը։ Ասվում է դեսպան Պավել Հերչեսկու նամակում, որը նա ուղարկել է արտաքին գործերի փոխնախարարին։ Այս նամակը թվագրված է 2025 թվականի նոյեմբերի 5-ով, չնայած տարածվել է այսօր։ Հերչեսկու նամակի բովանդակության համաձայն Եվրամիության առաջնորդների քարոզարշավը թե իբր Վրաստանը ինքն է հրաժարվել Եվրամիության անդամակցության բանակցություններ սկսելուց կեղծ է։ Պավել Հերչեսկին գրում է, որ Վրաստանի մասնակցությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին անվտանգության եւ կազմակերպված հանցագործության ոլորտներում կասեցվել է, այդ թվում այն ոլորտում, որի շրջանակներում Վրաստանը որոշակի հաջողությունների է հասել եւ բազմաթիվ շնորհակալություններ ստացել Եվրամիության ներկայացուցիչներից։ Այսօր մեր երկրում կայունությունը եւ կարծում եմ Վրաստանում կպահպանենք կայուն միջավայրը, ինչը երկրի զարգացման բանալին է։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, վերջին մի քանի տարվա ընթացքում երկիրը բազում մարտահրավերների առաջ է կանգնել, հատկապես 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Պոլիտիկոսների քննարկման առանցքայնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումն է։ Ըստ ընդդիմախոսների քայլը քաղաքական դրդապատճառներ ունի, վնասում է երկրի հեղինակությունը։ Վրացական երազանք կուսակցությունը նշում է, որ դատախազի հայտարարությունը իրենց համար անսպասելի չի եղել։ Հիշեցնենք, դատախազությունը 3 մեղադրանք է առաջադրել Միխեիլ Սաակաշվիլիին, Գյորգի Վաշաձեին, Նիկա Գվարամյային, Նիկանոր Մելիային, Սուրաբ Գիրչի Ջափարիձեին, Էլեն Խոշտարիային, Մամուկա Խազարաձեին եւ Բադրի Ջափարիձեին։ Այսօր գլխավոր դատախազությունը վայրույթի նյութերը հանձնեց այսպես կոչված սաբոտաժի գործով ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների փաստաբաններին։ Փաստաբանների խոսքով գործը քաղաքական դրդապատճառներ ունի եւ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքները իրական հիմքեր չունեն։ Նիկա Գվարամյայի փաստաբանի խոսքով մեղադրյալի մեղադրանք է առաջադրվում միայն հրապարակային հայտարարություններով, նյութերում այլ մեղադրանքների վերաբերյալ ապացույցներ չկան։ Նիկա Մելիայի փաստաբանի խոսքով նյութերը բաղկացած է 36 հատորից եւ ներառում է 2024 թվականի նոյեմբերից ի վեր հավաքված նյութեր, որոնք որևէ կապ չունեն Նիկա Մելիայի հետ։ Փաստաբանների խոսքով գործընթացի նպատակն է չեզոքացնել քաղաքական հակառակորդներին եւ շեղել հանրության ուշադրությունը այլ կարևոր հարցերից։ Սաբոտաժի գործով մեղադրվող 8 ընդդիմության առաջնորդներից 6-ը կալանքի տակ են։ Դատարանը պետք է քննարկի Խազարաձեի եւ Ջափարիձեի նկատմամբ խափանման միջոցները օրենքով սահմանված ժամկետում։ Հայտնի է, որ դատախազությունը որպես խափանման միջոց նրանց համար պահանջում է գրավ։ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը 2 տարբեր Վրաստանների մասին քաղաքական քննարկումների թեմա է դարձել։ Նա ասում է, այլևս չկա միասնական Վրաստան, կա 2 Վրաստան, որը բաժանված են քաղաքականությամբ։ Առաջինը դա մարդկանցային խումբն է, ովքեր սիրում են երկիրը, ատում են Վրաստան, ուզում են լինել Եվրոպայում, ուզում են վերադարձնել մեր օկուպացված տարածքները, աջակցում են ժողովրդավարությանը, ազատ ընտրություններին։ Այս վրացիները աշխատասեր են, կրթված ունակ պայքարելու։ Երկրորդ Վրաստանը, որը ձևավորել է Իվանիշվիլին, կազմված է սրիկաներից, փողատերերից, ստախոսներից, աներևակայելի անամոթներից, վախկոտներից, ագահներից եւ կաշառակերներից։ Մի կողմում ունենք քաղաքականություն, մյուս կողմում լիակատար բարբարոսներ, մի կողմում ունենք Եվրոպա, մյուս կողմում Ռուսաստան եւ Ասիա։ Հիմա մենք պետք է հասկանանք մեկ բան. մենք եւ նրանք չենք համակեցվում նույն երկրում, կա շատ խորը անհամատեղելիություն եւ իրական քաղաքացիական հակամարտություն, գրում է Սաակաշվիլին։ 18 տարի է անցել նոյեմբերի 7-ի իրադարձություններից, այն ժամանակվա կառավարությունը ռետինե փամփուշտներ, մահակներ, ջրցանմեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող փողոց դուրս եկած բնակչության դեմ։ Հարյուրավոր
Ցուցարարներ վիրավորվել են, օրվա վերջում հատուկ նշանակության ուժերը գրոհել են ԻՄԵԴ-ի հեռուստաընկերություն եւ փակել հեռուստաալիքի հեռարձակումը։ Ծանր իրադարձությունները հանգեցրել են արտակարգ դրության հայտարարմանը եւ արտահերթ ընտրությունների նշանակմանը։ Սաակաշվիլիի կառավարության գործողությունները առաջացրել են միջազգային սուր արձագանքներ։ Տարիներ անց կրկնակի հետաքրքրության շրջանակներում այն ժամանակվա կառավարության ներկայացուցիչների մեղադրանք է առաջադրվել լիազորությունների չարաշահման համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանը խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված Մանանա Գյորգոբյանիին որպես խափանման միջոց դատապարտեց կալանքի։ Դատախազությունը դատարանի նիստում միջնորդեց կալանք կիրառել։ Մեղադրանքը կողմի պնդմամբ կամ վկաներին կեղծելու, ապացույցները ոչնչացնելու եւ հանցագործությունը կրկին կատարելու սպառնալիքներ։ Պաշտպանական կողմը համաձայն չէր դրա հետ։ Գործի նախնական դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին։ Այսօր ոստիկանությունը խմբակային բռնության կազմակերպանն եւ մասնակցության մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի։ 4 անձի մեղադրանք է առաջադրվել խմբային բռնությանը մասնակցելու, իսկ մեկ անձի խմբային բռնությանը մասնակցելու եւ հրազենի ապօրինի ձեռքբերման եւ պահպանման համար։ Դպրոցների առարկայական չափանիշների վերանայումից հետո կմշակվեն նոր դասագրքեր։ Այս կապակցությամբ սկսել են ամփոփիչ աշխատանքային հանդիպումներ, որոնք ըստ կրթության նախարարության անցկացվում են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Առաջին երրորդյա հանդիպումը, որը ներառում է կոնկրետ առարկայական չափանիշների քննարկում, բացել է նախարարը։ Ինչպես պարզաբանում է նախարարը, նոր դասագրքերի մշակումը կսկսվի չափանիշների հաստատումից հետո։ Աշխատանքային հանդիպումներին մասնակցում են նախարարության, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի, ազգային քննական կենտրոնի առարկայական փորձագետների, հոգեբաններ, ուսուցիչներ եւ տնօրեններ, կրթական ռեսուրսների կենտրոնների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։